Բարելույս աշխարհասփյուր հայությանը, ողջույն բոլորին։ Այսօր խոսելու եմ ժողովուրդ ջան, երեկվա խինդ ուրախության, քաղաքացու օրվա կապակցությամբ տեսակ, որ հրապարակում լիքը հայրենակիցներ էին հավաքված, ես էլ այցելեցի եւ կարճ ուղակի մասնակցելով դուրս եկա, բոլորին էլ մաղթելով լավ տրամադրություն, որ շարունակեն, ըստե, բայց երևի նկատել եք կան մարդիկ, ովքեր որ վատ են զգում, կան մարդիկ, որ ճիշտ չեն համարում, որ այդ օրն է նշվում, դեմ էլ չեն, որ նշվի, ուղղակի այդ օրը չեն էլի ուզում նշվի։ Ես ուզում եմ հասկանամ այդպիսի մտածող մարդկանց, միասին զրուցելով, կարող եք ակտիվ լինել դուք էլ մեկնաբանություններում, բացատրություն տաք, թե ինչու է սխալ, իսկ ես ուզում եմ բացատրություն տամ, որ միգուցե ուշադրություն չդարձնեք այդ մասով, կամ եթե ուզում եք, եթե դուք այդ հարցին սխալ եք դիտարկում, կան մարդիկ, որ ճիշտ են դիտարկում, վերջի վերջո մարդիկ են որոշել այդ օրը, այսօրվա իշխանությունն է որոշել, որ այդ օրը լինի, իրանք էլ հաստատ իրանց բացատրությունը ունեն։ Ես չեմ լսել անկեղծ ասած բացատրությունը իշխանության անդամների, ես չեմ լսել բացատրությունը վարչապետի, թե ինչու է այդ օրը նշվել, միգուցե բացատրություն տվել են չեմ հիշում, բայց բերեք ես իմ մեկնաբանությունը տամ, բերեք լսեք ես ինչպես եմ նայում այդ վիճակին։ Նախ առաջինը, որպեսզի այն միջամտությունը, այն խոսքի մեկնաբանությունը, որ չպետք է Եղեռնի հաջորդ օրը լիներ, ուզում եմ ասեմ, որ Եղեռնը չի եղել մեկ օր։ Եղեռնը եղել է Համիդյան ջարդերը 1888 ոնց որ թվականներից, այսինքն 12 տարի 19-րդ դարից եւ մի համարյա մի 18 տարի 30 տարի ջարդեր է եղել, ցեղասպանություն է եղել։ Ուղղակի այդ օրը ընտրվել է, պետքա 365 օրից մի օրը ընտրվի որպես Եղեռնի հիշատակի օր, եւ քանի որ ապրիլի 24-ին 600 մտավորական են սպանել, բժիշկներ, հայտնի մարդիկ, գիտության մարդիկ եւ իմաստուն մարդիկ, տենց այդ օրը որպես այսպես ասած քաղաքական էլիտային են գլխատել հայ ժողովրդի, որոշել են, որ այդ օրը ընդունեն ցեղասպանության հիշատակի օր։ Քանի որ դուք ասում եք, որ ինչու 25-ին է եղել քաղաքացու տոնը, ուզում եմ ասեմ 23-ին էլ է եղել ցեղասպանություն, 22-ին էլ, 26-ին էլ, 27-ին էլ, ու ընդհանրապես ամբողջ 365 օրը մենք ունենք արյունով ներկված օրացույց։ Վերջ տվեք, էլի խնդրում եմ, ինչու եք այդքան ամեն ինչին վատ նայում։ Ցեղասպանության օրը 24-ն է, վերածննդի օրը թող լինի 25-ը, այսինքն եթե քաղաքացին ինքը իր իրավունքները պաշտպանված է, օրենսդրությունը պաշտպանված է, սահմանադրությամբ կարող ես քո իրավունքները իրացնել, եւ չի եղել մինչեւ 18 թիվ այդպես են համարում Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, այսինքն ոտնահարված էր քաղաքացու իրավունքները, այսօրվա իշխանության մեկնաբանությամբ վերականգնվել է, որին ես համաձայնել չեմ, անկեղծ ասած քաղաքացու իրավունքները լիարժեք չի վերականգնվել, մի քիչ Միշտ ասում եմ ժողովրդավարությունը անցելասահմանները եւ լկտիությունը եւ ուրիշի անձնական տարած մտնելը բանը արդեն մոդա է դարձել, որի համար այսօրվա իշխանությունը պետքա մտածի այնպիսի մեխանիզմներ, ձեռնարկի այնպիսի մեխանիզմներ գործարկի, որ այդ վիճակը կանգնեցվի։ Լավ, էսի ուրիշ թեմա է, սրա մասին քննադատություններս արել եմ ամեն եթերում։ Ես ուզում եմ կոնկրետ այսօրվա թեմայից խոսանք, որ ինչու եք վատ զգում։ Լավ, եկենք հասկանանք, մարդիկ ասում են ինչու հաջորդ օրը, մի որոշ մարդիկ ասում են ինչու 2 օր հետո չի, որոշներ ասում են ինչու 3 օր հետո չի, որոշներ ասում են խի 7 օր հետո չի։ Հասկանում եք, այսինքն որ օր էլ ընտրվի, լինելու է դժգոհություն, որ խի այսինչ օրը չի։ Եթե 7 օր 6 օր հետո լինի, ասելու են խի 7 օր անցած չարեց։ 7 օր 8 օր հետո լիներ, ասելու են խի 40 օր անցած չեղավ։ Ու եկեք հետ գնանք։ Եղել է Կիրովաբադի ջարդեր, եղել է Սումգայիթի ցեղասպանություն, Բաքվի ջարդեր։ Հիմա եթե Սումգայիթի ցեղասպանությունն էլ մենք հաջորդի 40 օր մենք պետքա
չուրախանան 40 օր ընդհանրապես փաստորեն ամեն մի հատ ջարդի ցեղասպանությունից 40 հետո որ 40 օր եթե մենք պասպահենք 40 օր չուրախանանք ընդհանրապես հարսանիք գնունք ծնունդ չանենք ընկերներ ջան մեր կալենդարը 365 օրվա մեջ չի լինելու ուրախոր չի լինելու վերջացրեք երբ որ դուք մեղադրանքներ կամ կարծիք եք հայտնում բացասական խնդրում եմ խորը վերլուծեք մտածեք ասեք ես որ սենց եմ ասում մեկ ուրիշն էլ սենց է ասում կարող է իր ասացի մեջ էլ կա ճշմարտություն տեսեք ես ձեզ ասում եմ որ ես չեմ կիսում ձեր կարծիքը չեմ էլ վիրավորում բայց դուք տեսել եք ձեր պահվածքը ինչպիսի վիրավորանքներ ժողովուրդը որ հավաքվել է անդե դուք իրանց վիրավորում եք ընկերներ ջան խեք մտածել դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության օրնա որ կարող են դե եվրոպացիները ռուսները որ Նիկոլ Փաշինյանի թուշն էլ պատշում ասում հələ դες չներ չմնաց խայտարակում էր Աննա Հակոբյանից վախում աշկից դե ոչինչ բաբա վախը վատ բան է երկու վախը մի մահը ասում են հա նորեն բարիշել պետք չի խռովեն նորից թող համերաշխեն ես բոլոր հայ ընտանիքների մաղթում եմ սեր ու ջերմություն ոչ մի ընտանիք թող չքանդվի լավ թեման չփոխենք ուզում եմ ասեմ այնտեղ հնդիկներ են եղել եվրոպացիներ ռուսներ իրանք էլ եկել են համերգ նայեն Իվետա Մուկոչյանի ես տեսա երգում էր ու թողեցի գնացի հետո էլ չգիտեմ ովքեր են երգել ովքեր որ երգել են շնորհակալություն պետք է ասենք իրանց որ մարդկանց տրամադրություն են բարձրացնում մարդկանց համար լավ օր են ստեղծում ուղղակի ես ուզում եմ ժողովուրդ որ մեջ բան եք անում այս թեման արծարծում եք որ պետք է 25 ինչ լիներ առիթը այդ ուրախությունը այլ մեկ ուրիշ օր հավատացեք մեկ ուրիշ օրը լիներ էլի լինելու են մարդիկ ասեն չէ այդ օրը չպետք է լիներ մեկ այլ օր ես ձեզ հիմնավորեցի դա ինչպես է կատարվում սա ես պատասխանեցի մերեն քույր եղբայրների մեր հայրենակիցներին ովքեր որ զգուշոր են առանց վիրավորանքի իրանց կարծիքն են հայտնել որ միգուցե ճիշտ չէր այդ օրը այլ ես ձեզ մեկնաբանեցի սեն շատ քաղցր սիրուն հավեսով բայց ես իրանց հերն եմ անիծել ովքեր որ հայհոյան կամ վիրավորական խոսքեր են ասել մեր հայրենակիցներին ովքեր որ այդ օրը ուրախացել են դուրս եկել փողոց ձեր հերն եմ անիծել այս շունշան ворթիներ կարող է դուք այն խումբ բնեք որ 44 օրյա պատերազմի ժամանակ ռեստորաններում կայֆավատ էիք անում Աշանտղեր, բայց ես ոնց ճշտեմ դուք էդ եք թե ոչ ես ոնց հասկանամ ոնց ճշտեմ դուք 44 օրյա պատերազմի ժամանակ գնում եք սելֆի անում վիդեո բան նկարում իբր պատերազմի մասնակից եք զինվորական շորերով բան բայց մի հատ գրադի մի հատ պուշկի մի հատ ինքնաթիռ մի հատ բեսպիլոտնիկի ձեն չկա ձայնագրության մեջ դեր տեսա ձայնագրության մեջ Չեք կարող Գևորգի պես անկեղծ ասեք չեք մասնակցել պատերազմին Գևորգը ասում է Ռուսաստան եմ եղել դուք ես գնացել եմ դեն նկարվել փախել եկել վիդեոները ցույց ես տալիս իբր կռվի մասնակից ես ու այսօր ցեղասպանության հաջորդ օրվա մասին հələ գնահատականներ ես տալիս բայց միգուցե մի հատ ինքդ քեզ գնահատական տաս արա իշքան թռած իրանց սաղ կյանքը թռած ասինքն պատերազմից թռածը չի մենակ որ խոսք են ասում ու չեն կարող պատասխան տան թռնում են ու հիմա էլ այնքան հեշտացել է այդ խոսք ասել պատասխան չտալը Facebook-ը ապրած կենա Facebook ստեղծողը ապրած կենա մեկնաբանությունը գրում են всё դիվանին պարկում կայֆավատ անում այդ չէ կարա ցեղասպանության օրնել այնա երաշտու 24-ին ապրիլի ես կառավարության շենքի այն կողմ հետևի մասով որ պուրակա չէ դեպի վերնիսաժը գնում է այդտեղ քայլում էինք Երաշտություն բարձր երաշտության ձեն դե հիմա ես վստահ չեմ ես կասկածում եմ որ այդ բարձր երաշտություն միացնողը եւս նստել է մեկնաբանություն գրել ասել արա մոչի ձեզ արա ցեղասպանությունը 3 ա եղել 3 ցեղասպանության զոհերի հիշատակի օրնա այսօր դուք համերգ եք տալիս Հիմա այսքան մարդուց հարցնում եմ ոնց կարանք մենք ճշտենք ինքը 3 այն երկը պոլնի զվուկ տված քաղաքացին չի Լավ ուզում եմ հասկանամ դուք ձեզ ինչպես եք պահել ծիծեռնակապերտ քայլելուց այցելելուց ծաղիկ դնելուց ոնց եք ձեզ պահել ես ոնց հասկանամ դուք այն ակցիա անողը չեք որ ցեղասպանության օրը տիկին Աննա Հակոբյանին դրած ընդեղ վատ բաներ եք ասում ասելիք ունեք նախ քաղաքական պաշտոնյա չի իրան ասելիք դուք չպետք է ունենաք դուք պետք է իր ամուսնուն քաղաքական ասելիք ունենաք բայց դեմը կանգնեք ասեք ցալոմա շպրտում մի կողմ Գիտեք, ձեզ չէ ծալում, ձեր քաղաքական հայրերին էլ է ծալում։
Հելելա նստել սամալյոտն էլ թռել հասել Մոսկվա, մի հատ էլ ձեր ամենագլխավոր քաղաքական պապային ծալել շպրտել մի կողմ։ Կայֆ էր, չէ, լավ էր, չէ։ Հրճվեց վերջապես հայ ժողովուրդը, վերջապես նույնիսկ Փաշինյանին չսիրողներն էլ հրճվեցին, ուրախացան, ասին էս լավ Փաշինյանը ծալեց Պուտինին։ Բայց Պուտինը գոնե հանդիպում, ճմրթում է շպրտում։ Արա Ռոբերտ Քոչարյանը խչի հանդիպում որ։ Երկրի ինչ որ պետության, նույնիսկ քո սեփական պետության չհաշվենք, ինչ որ պետության վարչապետ, որևէ նախկին նախագահի, ասում արի հանդիպենք հարց ու պատասխան, ասում դու այդքան չկաս, լուրջ ես ասում, այդքան ընտրողներ չկան, այդքան ընտրողները այդ մարդուն, որ բոլոր գերտերությունների ղեկավարները հարգալից ողջունում են, հետը խոսում են, ինքան լավա ձեր նման մենակ ռուսերեն խոսալ չգիտի, ֆրանսերեն քանդում, անգլերեն բզբզում, երևի ուրիշ լեզուների էլ է տիրապետում, անմիջական ուղիղ շփվում այլ պետությունների թագավորների հետ, գերտերությունների, միջազգային հարթակներում հելնում ոտնկայց ծափահարում են, ողջունում են, այլ ազգի ներկայացուցիչները գալիս գրկախառնում են, հետը նկարվում են, այդքանից հետո վստահեք, որ ճիշտ եք ասում, որ ասում եք, ես ձեր հետ խոսալով բան չունեմ, հարց չկա, հարգեցի պարոն Քոչարյան, բա որ չունեք խոսալով բան, ինչու եք փոդքասթեր անում, ինչու եք էֆիրներ, ձեր լրատվականներով, բանով իր ասածներին պատասխան տալիս, պարոն Քոչարյան, դուք թագավոր տղա եք եղել, դուք նախագահ եք եղել, վերջը դուք էլ ունեք երկրպագուններ, մի աղավաղեք իրականությունը, դուք խոստովան եք, որ ինչպես դուք եք հերվից խոսում, նույնը ձեր երկրպագունների մեջ կան մարդիկ, որ մտնում են ինձ հայհոյան գրում, սպառնալիքներ հնչեցնում, բա իրանց մի հատ ասա, որ Գևորգը ոչ մեկից չի վախենում, ոչ իշխանության կողմից, օրինակ ելնում են դեպքեր էլ, որ իշխանության քննադատում եմ իրանց երկրպագուններն են իմ վրա հարձակվում, սպառնալիքներ, որ իրանցից էլ չեն վախենում, ձեզանից խի պիտի վախենամ, գոնե իշխանությունը ձեռը լծակներ կա, կարա յուրաքանչյուր բլոգերի լրագրողի իր ուզած ձևով դնի ռամկեքի մեջ, բայց ես իրանցից պետք է հələ վախենամ, եթե իմ մեջ վախը լինի, ազատ խոսքից մեջ, ես ինչու պետք է իրանցից վախենամ, ասացեք, որ հերիքարա մեկնաբանություններում լավ տղա խաղաք, այնա մեկնաբանությունը բան էլի, ես երեկվա իմ կարճ տեսանյութը, որ ես հրապարակից շարժվել եմ, եկել եմ տուն, ես չեմ կարում երկար տենց տեղեր մնալ, մարդիկ տակը էտել են քննադատել, որ քաղաքացին ուրախ է, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուրախությամբ տխրվում է, իմ կարծիքով, միայն ու միայն, թուրքը, ռսահապատակ թուրքը, թրքահապատակ թուրքը, այդ 3 հոգին, 3 մասը, ես 3 շերտն եմ կարում տեսնեմ, 4-րդ խնդրում եմ դուք ասեք, դուք գրեք, էլ ովքեր չեն, կարող է սա գրեք, միայն ու միայն հայրենասեր, հայրենակիցները մեր, չեն կարող ուրախանալ, երբ իրենց հայրենակիցները համերգ են վարում, ուրախանում են, ու դե լայք էլ կդնենք, ասեն, այո, ճիշտ է, սա հայրենասեր է, ուրեմն, որ այսպիսի պատասխան տվեց Գևորգին, դե մի գրեք էլի, բա հարթակա էլի, Գևորգ Արստամյանը այսքան դիտումներ ունի, այսքան լայքեր ունի, մի հատ դուք մտեք այդտեղ, քանի որ շատ դիտումներ է, մի հատ ինքնահաստատվեք, գրեք ձեր հայրենասիրության մասին, բայց սրանից էլ լավ տեղ, դոհուք չեք կարա մի 10-15 հոգով հավաքվենք, ասենք զրույց անեք, կամ երեքի առաջ, կամ adzին հրավիր եմ ուղիղ եթեր Facebook-ով զրույց անենք, դուք կարենաք ձեր ասասների տակից դուրս գաք, հերիք չի ձևական հայրենասիրություն խաղակ, հերիք չի դուք ցույց տաք ձեր հայրենասիրության չափը, բայց երևակայելի չափը, հերիք է երևակայեք։ Արմեն ջան, ճիշտ ես, մի հատ անգարագետ, բայց գրագիտությունը դա տառաճանաչության հետ կապ չունի, մարդիկ կան տառաճանաչ չեն, իմ օղորմացիկ պապս 4-րդ դասարանն ավարտել, որովհետև 2-րդ համաշխարհային պատերազմի օրերի 32 թիվն է եղել, դե կռիվը սկսվել է ախր, դպրոցը մնացել է կիսատ, բայց իմ պապիկի իմաստությունը չունես շատ դասատու, շատ չգիտեմ, պրոֆեսոր,
Ես չգիտեմ որտեղից է իր այդ իմը, ինքը ձերք բերով է, ինքը բնատուր է, ինքը պետքա մեջը տնի ֆայմ լինի։ Դրա համար բոլոր նույնիսկ 8 ավարտած, 10 ավարտած կապ չունի, միջնակարգ ավարտածներին ես արգում, սիրում, ընդունում եմ, ով որ իմաստություն ունի, գիտելիքն էլ չի կարևոր, կարող դու շատ քիչ գիտելիքների տիրապետես, կարող է ֆիզիկայից, քիմիայից, մաթեմատիկայից հեռու լինես, արա իմաստությունը դա Աստծո կողմից տրված է։ Հիմա այտենց անիմաստ տուֆտողը գիտեք որ կարմիր դիպլոմով ավարտվածներ կան։ Կարմիր դիպլոմը ձեռը նստած մեկնաբանությունում ապուշ խոսում է։ Ասում ես օրինակ մեկ էլ չես ապուշ չեմ, ասում ուղղակի մենք էլի հայրենակիցներ ունենք, ովքեր որ դրած Վիլսոնյան Հայաստանի քարտեզը թափահարում է, հա, ասում ես պահանջատեր եմ պետքա ծովիսով Հայաստանը մերը լինի, այս իշխանությունը դա չի ուզում, իշխանությունը դավաճան է։ Մեկը հարցնի, եթե դու գաս իշխանության, էլի այտենց բաներ կարենալու ես անես, կարենալու ես հարևան պետությունների տարածքային պահանջներ դնես։ Էլի գիտեք ինչա կատարվում, նոր օրինակ տեսնում եմ իմ կողմից այտենց հարգված ծանոթ Facebook-ով, TikTok-ով հայրենակից ինչ որ ողջունում, հա, բայց այս պահը իրան չեմ ընդունում, էլի չեմ կիսում, ուղղակի ասեմ, որ իր անձի հանդեպ հարգանք ունեմ, ուղղակի իր այդ միտքը չեմ կիսում։ Ողջունում է ով որ քաղաքական բարձր պաշտոնյայի նախարարի օրինակ թուրք ասում ու խոսքի ողջունում է որ թուրք ասելուց պետքա վատը զգաս բան, ես ձեզ բան ասեմ, ուրեմն բոլորդ աչքերդ բացեք։ Ով էլ ձեզանից լինի բարձր պաշտոնյա եւ մտահոգված լինի իր ազգով, իր պետությունով, իր պետականությամբ, նա արդեն պարտավոր է շատ արտահայտությունների, հայհոյանքների եւս մեկ այլ ձևի պատասխանի, որ ձեզ դուր չի գա։ Դա իրանց պարտականությունն է։ Բարձր պաշտոնյան չի կարող իշնի թաղի տենց բան փողոցի զորույցներով, ռազմորգեքով, բանում ձեր հետ շփվի։ Ինքը չի կարա իշնի ձեր մակարդակի, որ դուք իրան թուրք եք, ասեմ լավ ուզում։ Ես ասել եմ, գրել եմ մեկնաբանություն։ Կարանք ճշտենք այդ թուրք ասողը բարձր արժե համակարգի տեր մարդ է։ Կարանք ճշտենք այդ ասողը լավ տղա է։ Կարանք ճշտենք տենակ ինքը ինչու դի արած պետության համար, որ այդ նախարարին կարամա թուրք ասի, ու նախարարն է, որ օրինակ դոշին քացով չի իշնում։ Ասում են դե որ չի իջել քացով դոշին, ուրեմն տակ ա տվել, ուրեմն չի կարացել պատասխան տա, այնի ինչ հայ, ուրեմն թուրք ասել է իր համար նորմալ է։ Բայց գիտես իր հոգուն ինչ տակն ու վրա անում, ինչպես է իրան վատ ազգում։ Այդ դու ցեղասպանության զոհերի ժառանգորդ ես, ինքը ցեղասպանության զոհերի ժառանգորդ չի։ Ինչ գիտես ինքը ինչքան չի վատ ազգում իրան, բայց չի կարում իր պաշտոնը թույլ չի տալիս։ Մի հատ բերանից ցած ապտակի ասի, այ համբալ բադու ով ես, որ իս թուրք ես ասեմ։ Որ մի հայ իրան լավ կզգա, իր ապու պապերին սպանածին, որ վկայակոչում ես, որ թիրախավորում ես այդ անունով։ Ոչ մի հայ էլ լավ չի զգա, բայց եթե քաղաքական պաշտոնյա ես, դժվար է պատասխան տալը։ Մի հատ կարգի վրա, այս Facebook-ը չեն ստեղծել, TikTok, Instagram-ը չեն ստեղծել, ինքնահաստատվելու, ուրիշների վրա հայհոյանքներ գրելու, ուրիշներին վիրավորելու։ Հարթակ են ստեղծել, ես էլ եմ այդ օգտվում այդ վիճակից, որ առողջ մտքերի փոխանակություն, առողջ գաղափարախոսություններ լսելու, մարդիկ թող լավ բաներ գրեն, ճիշտ բաներ գրեն, իմ սխալներ, եթե սխալա ուղղեն, տեսեք իմ սխալը քաղաքավարի ուղղողին ես կվիրավորեմ, չէ, բայց մեկ էլ տեսնում ես վիրավորանք ա գրել, գիտի դնելու եմ դե պատասխանեմ, ակո հերն եմ անից, դու ով ես որ քեզ պատասխանեմ, բլոկում եմ գրողի ծոցն ես գնում։ Դե գրա գրողի ծոցը, եթե ինձ չես հարգում, մի էլ լսի արա, դուք սամոզախիստ եք, դուք սմերցնիկ եք, մահապարտ եք, այսինքն դուք ձեզ տանջելով սպանում եք, չսիրելով Գևորգ Առստամյանին, չկիսելով իր մտքերը, զորով դնում եք եթերը միջև նայեմ, վերջումը որ մի քֆուր գրեք, այ համբալ գնացեք հայելու դեմը կանգնեք, այնքան ուզում եք ձեզ քֆուր տվեք, այ էշեր, այ ապուշներ, դուք չգիտեք ձեր տված քֆուրը օդնա թռնում, իշ չի կպնում։ Որ ձեզ չեմ պատասխանում, իմացեք որ չի կպնում, որ ես դնեմ ասեմ վայ դուք խիեք ինձ տես ասել պատասխան տվեք, ուրեմն կիշտեմ ձեր մակարդակի այ ոչնչություններ, հեչ ձևը գտել եմ, բայց ափսոս ուշ եմ գտել 4 տարի եթերներ անելուց հետո արդեն ձևը գտել եմ, բլոկում եմ գրողի ծոցը։ Ու սենց էլ չփորձեք վիրավորան գրեք, մտածեք, եթե ուզում եք իմ տեսանյութերը լսեք, նույնիսկ եթե դուրել չի գալիս, բայց ինչ որ բան եք ուզում քաղեք իմ խոսքերի մեջ, ինչ որ բան եք ուզում ձեր համար ունենաք, խնդրեմ քաղաքավարի ձեր մեկնաբանությունները գրեք, ուրիշ տարբերակ չկա, ես ոչ մեկին վիրավորակ չեմ հասցնում։ Ում որ հասցնեմ, թող ինչ ուզում է ասի, ես վիրավորանք չեմ հասցնում, ես քաղաքական գործիչների գործնեությանն եմ գնահատականներ տալիս, էլի քաղաքավարության կանոնների ներսում խիստ է, կոշտ է, ուրեմն տենց է պետք,
Կարամ կոշտ խոսալուց, խիստ խոսալուց համար պատասխան տամ, երբ որ առերեսվեմ։ 100% կարամ։ Երեք Երևանով քայլում եմ, մի հատ կլոուն դերասան կա։ Գլուխը կախեց sense փախավ։ Ինչի ես չոքի խի ինձ տեսա գլուխը կախեց փախավ։ Կլոունա, Փաշինյանն էլ ծաղրում է։ Արա հետո անցա մի 50 մետր հիշ։ Արա 2 տարի առաջ էս իմ նկարը դրել է մի 15-20 հոգու նկարների շարքում, թե Սորոսականները Սորոսից փող են ստանում։ Ես չգիտեմ են 20 հոգուց քանի հոգի է ստանում, ես հաստատ չեմ ստանում Սորոսից փող։ Ու ինքը զգաց որ երևի 2 տարի անցել է, բացահայտել է, ճշտել է որ Գևորգը Սորոսական չի, ոչ մի տեղից էլ իրան չեմ ֆինանսավորում խոսալու համար։ Երևի 2 տարի անցել, ճշտել է ասել, արա կարող Գևորգը պատասխանոց, ինչ պատասխանոց եմ, տխմար Գևորգը 2 տարի, 4 տարի առաջ իր արտահայտված մտքերի համար պատասխան տալիս է։ Դուք էլ այնց ապրեք, որ 2 տարի անց մարդու հանդիպեք, կարենակ պատասխան տաք։ Սա երկրորդ դերասանն է, որ իր ասացի համար չի կարացել պատասխան տա։ Էսի 3 փախավ, անցած տարի էլ մեկն էր հանդիպելուց ասում եմ դու ինձ կպել ես, չէ, անունս ուղղակի չի տվել, ասել ես Ղարաբաղցի մեկը կա բերանը ծառած խոսում, ասենց Էս բաներ անում, կլոուն է էլի, ախրը։ Ասում դու ինձ ես չէ նկա, սկսեց ասում դե գիտես Գևորգ չի անունը, ասում եմ հա Գևորգ ջան դե ես էս ինչ, սկսեց սերվիս գալը, ասի լսի ես ով ինձ քֆուր է տալիս կամ վիրավորում է, ես նրա տասնապատիկը կարում եմ, ասեմ էլի բաներ ասես, դե հիմա չեմ հիշում։ Արա եթե դուք, արա ողբամ ձեր վրա, եթե դուք լավ տղա եք խաղալու Facebook-ում, YouTube-ում, ու ձեզ առերեսվելով չեք կարողանալու ձեր ասացին պատասխան տակ, ապուրում եք ինչ անեք։ Նորից եմ կրկնում Facebook-ը նրա համար չարա որ հայհոյանքներ գրեք, վիրավորեք մարդկանց։ Կարում եք գաղափարական բաների կպեք, ասեք Գևորգ ես գաղափարախոսությունը, անունս էլ մի տվեք։ Ավելի ճիշտ կլինի անունս չտակ։ Ասեք այսպիսի մտքեր է տարածվում, այսպիսի գաղափարներ կա մեր հայ ժողովրդի մեջ, ես որպես պրոֆեսոր, ես որպես գիտնական, որպես բժիշկ կամ հոգեբան կամ դերասան, ես դեմ եմ այդ գաղափարախոսությանը, ես խիստ քննադատում եմ։ Եկեք դարձի գանք հայ ժողովուրդ, բերեք մենք գնանք թաթը պաչենք Պուտին պապայի, այսպիսի բաներ ասենք, հետո մարդիկ էլ դնեն կգնահատեն, ձեզ արժե ընդհանրապես լսել, թե թքեն երեսներիդ ասեն, դե գնացեք Պուտինի թաթը պաչեք։ Գներեք ժողովուրդ իմ կոշտ բարերիս համար, բայց ուրիշ ձև չկա, բահայոյանք են գրում, մի հատ չասեմ ձեր սենսնել, ձեր ներսնել, ինձ քննադատողին թող իմ լեզուն չորանա, թե ինձ քննադատողին, անհամաձայնություն տվողին իմ մտքին, ես վիրավոր եմ, եթե ինքը քաղաքավարի է ինձ քննադատել, հենց ինձ վիրավորեցին, այսպես անվանական չեմ ասել, այսպես ջնջել եմ, դուք փոշիացաք ընդհանրապես, փոշիացաք, այս եթերս շատ մարդ է տեսնելու, եւ խնդրում եմ դուք լայքերով ու բաժելիցա տալով թող տարածվի ամբողջ աշխարհի հայության մեջ, եթե այդքան մարդկանց մեջ որևէ մեկը ունի ուղեղ եւ ունի ցանկություն ուղ եթեր իմ հետ դուրս գա բանավեճի, իմ ասած մտքերի, ոչ թե մենակ այսօրվա, այլ 4 տարվա, 5 տարվա ասած մտքերի համար ես պատրաստ եմ ուղի բանակցելու, բայց նորից եմ ասեմ, ամեն տափուկի չեմ կարող բարձրացնեմ եթեր, պետքա մի հատ նախորոք ճշտեմ տենամ, էսի խոսակցական նորմալ խոսակցություն ունի, նորմալ խոսելաձև ունի, բառամթերք ունի, գրագետա գոնե կարա ինքը միտքներ ձևավորի, որ 7 բառից 6-ը քֆուր չլինի։ Հասկանանք ուղղը եթեր անենք, ես էլ եմ միտք ցրող, ես էլ եմ կարծիք ձևավորող, դու էլ ես երևի հավանաբար քո մեկնաբանություններով կամ քո եթերներով, քո կլոունական պահվածքով։ Դե ուրեմն արի մի հատ շփվենք տենանք, որ մարդիկ ջոկեն ով է կլոունը եւ ով է իրական պետության ժողովրդի պետականության մասին մտածողը։ Բայց մի հատ չպետքա շփվենք հասկանանք, պետքա շփվենք։ Վերջացնեմ ժողովուրդ, էլ ավելացնելու բան չկա, ամենքը իրա ճաշը կերա, բոլորի փայ դրեցի իրաց դեմը, դե կերեք։ Երեք ես ինտերվյու եմ ունեցել Թազա Ալիքա, դե էսա ոչինչ, որ կիսվեմ այսօր կամ վաղը չգիտեմ երբ կլինի, խնդրում եմ այդ շատ հետաքրքիր զրույց է, ամեն ինչից, շատ հետաքրքիր ամեն թեմաների անդրադարձով։ Ցանկալի է ակտիվ լինեք, ովքեր դեռ պատվիսկա չեն, պատվիսկա եղեք, որ կիսվելու եմ եւ Facebook-ում եւ YouTube-ում պատվիսկա եղեք, YouTube-ում եմ կիսվելու, հավանաբար YouTube-ի մատերիալ ալնելու, որտեղ 2 ժամանոց եթերա, կամ կկիսենք 2 մաս, կամ երկար էլ կդնեմ։ Իմիջիալոց ասեք, արժե երկար 2 ժամանոցը տեղադրել, թե 2 մասի բաժանել։ Ես ասել եմ 2 մասի, բայց ասում են սիրողներ կան երկար զրույց նայելու, մոդա է, որ երկար ոդքասթի նման ոնց որ նստում են զրուցում, ես օրինակ հավես չեմ ան 2 ժամ լսեմ
ամենախելացի մարդուն էր, ամենահայտնի ու հետաքրքիր մարդուն էր։ Իմ մոտ մի քիչ դժվար է։ Ես սիրում եմ կարճ, դրա համար կես ժամանոց է իմ եթերները։ Թե մնաց ասելիքի լուրջ եմ ասեմ 2 ժամ չի 4 ժամ էլ կարամ խոսամ, բայց ուզում եմ կարճ նյութը, որ մարդկանց հետաքրքրի։ Էդ էլ կասեք, ակտիվ եղեք մեկնաբանությունները, շնորհակալ եմ բարի մարդկանց, խելացի մարդկանց, իմաստուն մարդկանց, որ այսքան տարի չեն լքել ինձ եւ օրեցօր ավելի ենք շատանում։ Ես համոզված եմ, որ պտուղը քաղել ենք այս ամեն ինչի։ Ես արդեն զգում եմ, որ քաղում ենք։ Բազմաթիվ դարձ եկած մարդկանց SMS-ները ինձ անձնական նամակով ստանալով եւ մեկնաբանությունները։ Հաջողություն Աստված բոլորիս հետ, հայ ժողովրդին էլ այդ տենց միշտ ուրախություններ, համերգներ թող շատ լինի։